Սպորտային է մեր տրամադրությունը ու մենք շարունակում ենք առավոտ լուսո weekend-ը շտապելով ներկայացնել մի տեսակ հպարտորեն մեր հյուրերին, ովքեր արդեն տաղավարում են։ Եվ այսպես, ծանրորդ ծանամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանն է մեր տաղավարում, բարի լույս։ Բարև ձեզ։ Եվ նրա որդին Վաչեն, խելացի ու գեղեցիկ, բարի լույս։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք անչափ, որ հանգստյան օրը առավոտը անցկացնում եք մեզ հետ ու մեր հեռուստադիտողների ու մի փոքր պատմեք ինչպես է սկսվել ձեր առավոտը։ Հիմնականում ինչպես միշտ շաբաթ առավոտները արթնանում ենք, շաբաթ եւ կիրակի օրերը այն ուզում եմ հարմարացնել համենայն դեպս այնպես որ գոնե առավոտյան մի քանի ժամը անցկացնեմ տղայիս հետ, քանի որ դա չի ստացվում աշխատանքային օրերին եւ առիթից օգտվելով միասին թեյում ենք, սրճում ենք, զրուցում ենք, ինչ որ բան ենք նայում, իր տեսահոլովակները որ կա միասին, այո, մի քիչ երկար, այդպես նայում ենք։ Առիթը մի քիչ իրար հետ լինելու Հագեցած գրաֆիկի մեջ։ Այո։ Իսկա ձևավորված ավանդույթ առավոտյան պարտադիր թե մարմնամարզություն անել, աշխատել ֆիզիկական ակտիվության վրա, թե դա որպես այդպեսին թողնում ենք օրվա գրաֆիկին, երբ օրինակ երեխան հաճախում է սպորտի։ Բայց լինում է որ առավոտները մարզվես։ Ես հիմնականում առավոտ շուտ եմ արթնանում եւ ես իմ մայրիկին միշտ առավոտը ուրախացնում եմ իմ Նրան արթնացնելով։ Այո, իմ պատրաստած սրճով մայրիկիս համար, այո, որ առավոտյան շատ շուտ եմ արթնանում, չեմ ուզում մայրիկիս արթնացնեմ, քանի որ ինքը աշխատանքային օրերին շատ է հոգնում եւ չեմ էլ ուզում գադջետների մեջ լինեմ։ Եվ լինում է որ զբաղվում եմ սպորտով, իմ գիմնաստիկայի բաներից եմ անում, մարզանք եմ անում, տարբեր բաներ սպորտի հետ կապված։ Խելացի քայլ է։ անում եմ այն տպտպոցից, որ ինքը բարձերը դրած, ինչ որ սալտոներ է անում։ Վտանգավոր պահերին Ձայն չլինի, այո, հա, շատ համով սուրճ է պատրաստում, այդպես երես է տալիս ինձ։ մենք եւ մեր նկարահանող խումբը, ստեղծագործական կազմը եւ իհարկե հեռուստադիտողները անդադար երբ Վաչեին տեսնում են մեր տաղավարում ու տարբեր այլ վայրերում հարցազրույցների ընթացքում բոլորը ասում են թե որքան հասուն, գիտակից մեծ երեխա է Վաչեն, բայց ուզում եմ մի քիչ ժամանակը հետ տանք, մինչև այն պահը, երբ Վաչեն պիտի լույս աշխարհ գար ու շատերը գիտեն թե որքան դժվար, ծանր եւ առողջական եւ հոգեբանական շրջանում դա այդ հրաշքը տեղի ունեցավ։ Ինչ փոխվեց այդ լուրն իմանալուց հետո եւ Վաչեի լույս աշխարհ գալուց հետո։ Այդ ընթացքում ես մեծ տրամադրվածություն ունեի նորից վերադառնալ սպորտ, բայց երբ իմացա, որ արդեն բալիկ եմ սպասում, մի տեսակ շատ տարօրինակ հետաքրքիր զգացողություն ունեցա, թե գիտեք նաև հակասական եւ շատ մեծ երջանկություն եւ սպորտային առումով մի քիչ վախ, հիասթափություն, որ արդյոք բալիկից հետո կկարողանամ պարապել, բայց միայն այդ միտքը, որ Աստված եթե որոշեց, որ ինձ հիմա է այս բալիկը պետք, ուրեմն դա ամենաճիշտ որոշումներ ու ամենաճիշտ ժամանակներ։ Եվ ես հենց այդ պահին որոշեցի, որ հենց բալիկս ծնվեց, ես կսկսեմ նորից մարզվել։ Ու հենց այդպես էլ եղավ, բալիկս դեռ 40 օրական էր ու ես սկսեցի իմ մարզումները։ Իհարկե կյանքը ամբողջությամբ է փոխվում։ Այն ինչ անում ես մինչև բալիկից ծնվելը, մինչև երեխա ունենալը, հիմնականում քո համար, դե բնականաբար արդեն ընտանիք, մի քիչ գործունեությունը մեծանում է քո երկրի համար, բայց եւ արդեն երբ որ բալիկը ծնվում է, երեխա ես ունենում, թվում է թե նույն բանը կարող ես անել, բայց ամեն ինչ առաջինը իր մասին մտածելով արդյոք դա իր համար լավ կլինի։ Մի խոսքով արդեն ամեն ինչ պատտվում է իր շուրջ, կարելի ասել։ Դե հոգեբանության մեջ հուզական վայրի վերումները բնականաբար եղել են, բայց վստահաբար կյանքում հենց այնպես ոչինչ չի լինում, նա հայտնվեց ճիշտ պահին ու ճիշտ ժամանակին ձեր կյանքում ու հետաքրքիր է այդ կարճ ժամանակ հետո երբ դուք վերսկսել եք ձեր մարզումները, եղել է արդյոք հաղթանակի հասնելու կիզակետում ձեր մտքում անդադար ձեր որդին, որ թեկուզ եւ հանուն նրա պիտի նվաճեք գավաթը, հանուն նրա պիտի ավելի լավ մարզվեք, հանուն նրա պիտի գտնեք այն մաքսիմալ ուժը, որ ձեզ կբերի հաղթանակ։ Ես որ սկսեցի արդեն ուսումնամարզական հավաքների գնալ, իմ տղան տարեկան ու կես էր, այդպես 1 տարի ու կես պարապել ենք գնալով ուսումնամարզական հավաքների, հետո տուն գալով, կարելի ասել 1 տարի ու կեսվա մեջ ես իմ բալիկին տեսել եմ երևի թե 2 ամիս, ու այդ ընթացքում երբ որ իրենից հեռու էի, բնականաբար թե ողնաշարի ցավերը, այնտեղ ծնկի ցավեր եմ ունենում, օրեր է լինում նույնիսկ շատ դժվարությամբ էի շնչում ողնաշարից ցավերի պատճառով,
ու անընդհատ այդ միտքը, որ ես իմ երեխային թողել եկել եմ այստեղ, այսպես իրենից հեռու, ինքը հիմա չգիտեմ հիվանդ է, կարոտում եմ, խոսքով այդ մեծ մեղքի զգացում նաև ունեի այդ ընթացքում, այդ կարոտը կարելի ասել այդ ինձ շատ օգնում էր, որ ես այդ ընթացքում անկախ ցավի որակից բնույթից ես վեր կենայի պարապեի, քանի որ այդ մտքերի ազդեցության տակ ես հետո որ հետ եմ նայում, հիշում եմ, որ նույնիսկ պահեր է լինում ցավ չէի զգում այդ մտքերի, ու ես հասկացա, որ կյանքում մեր ամենաթույլ կողմը կարող է լինել մեր ամենաուժեղ կողմը եւ այն մոտիվացիան, որ մենք կարողանանք առաջ գնալ։ Երևի թե տղայիս հանդեպ այդ պատասխանատվության զգացումը չլիներ, ես թողնեի այդ ցավերին չկարողանայի դիմանալ, բայց մենակ այդ միտքը, որ ես չեմ կարող հենց այնպես թողնել դուրս գալ սպորտից առանց որևէ արդյունք անելու, երևի թե այո, հենց ինքն էր ամենամեծ մոտիվացիան այդ ընթացքում։ Երբ եկավ առաջին պահը, որ հասկացար դրսում մայրիկին ճանաչում են, նրան բարևում են, նրանով հպարտանում են բոլորը։ Ես շատ վաղ տարիքից ուսումնասիրել եմ մամայի հաջողությունները, մամայի անցած ճանապարհը, ու ես հիմնականում այդ տարիքից, որ իր հետ գնում էի ման գալու, դուրսը հեծանիվ քշելու, միշտ իր մոտ մոտենում էին, նկարվում էին, ճանաչում էին, հպարտանում էին, եւ ես հասկանում էի, քանի որ դրանից շուտ արդեն ուսումնասիրել էի։ Ամեն դեպքում, երբ դու 3 տարեկան էիր, եւս մեկ Եվրոպայի գավաթ դուք նվաճեցիք, եւս մեկ Մայրիկը բերեց տուն։ Այո, եւս մեկ հաղթանակ, բայց հիմա արդեն քիչ թե շատ մեծացել ես, վաչե, դու արդեն ունես քո զբաղմունքը, բնականաբար մայրիկը իր զբաղվածությունը ու շատ կարեւոր, որի մասին մենք դեռ խոսենք շատ ավելի մանրամասն, բայց հիմա հասցնում ես շատ ավելի լինել մայրիկի հետ եւ թեկուզ լրացնել այն բացը, որ ժամանակին քիչ եք շփվել։ Մենք ժամանակին ինչքան քիչ ենք շփվել, ես միշտ գոհ եմ եղել, քանի որ ես ինչքան մայրիկի հետ շփվել եմ, ինձ լրիվ բավարարել է մամայի զգացմունքները իմ հանդեպ, մամայի խոսալու ձևը եւ ամեն ինչ, այդպես էլ հիմա ես մի բառ էլ մայրիկը ինձ ասի, ես լրիվ գոհ եմ լինելու, քանի որ շատ Ես հուզվեցի այստեղ, որովհետև շատ շատերի համար իսկապես երանելի է մեր օրերում այսքան գնահատված լինել երեխաների կողմից, որովհետև կեսկատակ կեսլուրջ շատ հաճախ ասում են, որ երեխաները մեծանալու են, հետո մի 15-20 տարի հետո հոգեբանների մոտ բողոքեն, որ քիչ ժամանակ են անցկացրել ծնողների հետ։ Նազիկ, որտեղ է գաղտնիքը այդ քիչ, բայց պրոդուկտիվ ժամանակը երեխայի հետ անցկացնելու։ Իրականում ես գտնում եմ, որ ծնողները կարող են ամբողջ օրը երեխայի հետ լինել եւ արդյունավետ չլինել այդ ժամանցը, քանի որ ցավոք հնարավորություն չունեմ երեխայիս կողքին ամբողջ օրը լինելու, բայց ինչ որ մի ժամանակ օրվա մեջ մի ժամ կլինի կամ կես ժամ կլինի կամ քնելու կամ ամբողջ օրը եթե բախներես բերի, հնարավորինս ուզում եմ այնպես լինի, որ արդյունավետ լինի։ Մենք խոսում ենք օրից ոնց է անցել իր օրը, չնայած ամբողջ օրը մենք հեռախոսային կապի մեջ ենք ու ինքը գիտի, որ ինչ որ տեղափոխվում է, պետք է զանգի, ասի, եթե նույնիսկ հեռախոսը նստում է, անծանոթ համարով զանգում, ասում է, որ մամ ջան, հեռախոսս լիցքավորում նստել է, չանհանգստանաս, իհարկե ամբողջ օրն են կապի մեջ, բայց հնարավորինս ուզում եմ արդյունավետ լինի այն ժամանակը, որը որ իր հետ ենք։ Իհարկե լինում են կոնֆլիկտներ են լինում, չհասկացվածություններ են լինում, չղայնացնում եմ, ես էլ իրեն ինքն էլ ինձ բնականաբար Իսկ ինչպես եք լուծում տղա երեխայի կոնֆլիկտները։ հիմնականում Ով է առաջին քայլն անում։ Դու թե մաման։ Դու։ Բայց Պրես, իսկական ջենտլմեն։ ես մաման էլ կանել, ուղղակի ես չեմ թողում, որ մաման առաջի քայլ անի, քանի որ ճիշտ է։ ես հասկանում եմ, որ ինչքան էլ կոնֆլիկտ ա եղել մեր մեջ, հաստատ ինչ որ մեղավորություն կա իմ մեջ, էլի, եթե կոնֆլիկտ ա եղել, հաստատ մայրիկս իմ վատը չի ուզի։ Դրա համար ես միշտ առաջի քայլը ես եմ անում, բայց մայրիկն է կանի, եթե ես չանեմ, հաստատ։ Ասեմ այդ պահի հետ կապված, մեկ գալիս ասում եմ մամ ջան, ես հասկանում եմ, մի քանի օր առաջ էլ որ խոսացիր, էլի գիտեմ ինչի հետ կապված ես ասել բան, բայց պահեր է լինում, որ հետո ես գիտակցում, ասում եմ, մամ, ես ինչ մեղավոր եմ, որ դու դուրսը ճղայնանում ես, խնդիրներս ունենում, իհարկե դա էլ է շատ կարևոր, որ երբեք դրսի այդ էներգիան բացասական, դա բնականաբար տարբեր խնդիրներ է լինում, աշխատանքային ու
այդ էներգիայով որ գալիս ես նույնիսկ որ ասում ես վաճան հիմա տրամադրություն չունեմ, հավես չունեմ ինչ որ մի բան, դա արդեն անդրադարձն է դրսի էներգիայի վատ անդրադարձն է, որը որ ինքը միշտ ասում է, ինքը շատ ռեալ է, ես էլ ընդունում եմ, որ այո, եթե այդպես է ինչ որտեղ ճիշտ է։ Այն երբեմն ասում են որն է մոր եւ որդու հարաբերության առանձնահատկությունը, ըստ իս սա է հենց, որ Գաղտնիքը բանալին գտել են։ Այո, լրությամբ իրար հասկանան առանց որևէ ավելորդ բառի, այսպես հուզական աշխարհով էներգիայով իրար ընկալելը եւ հասկանալը։ Բայց հիմա գալիս ենք շատ ավելի համերաշխ մի թեմայի, որը վերաբերում է ձեր նախասիրություններին։ Մայր եւ որդի ինչ եք սիրում միասին անել, չգիտեմ, սպորտի մեջ, թե կենցաղավարության մեջ կամ գրքերի, ֆիլմերի աշխարհում ինչ նախասիրություններ ունեք։ Ասեմ։ Ասա բավարար։ Ասում եմ։ Այստեղ նույնպես գալիս է իմ խոհանոցի կարողությունները։ Ես պարտանալու երիտասարդ են Հազիկ։ Ես մայրիկին ասում եմ սպասիր բազմոցին տեղաշորի մեջ, ես գնում եմ սուրճ եմ պատրաստում, մրգեր եմ կտրատում, ինչ որ ես չիփս արկելու ձև էլ գիտեմ տանը, անում եմ եւ գալիս ենք միասին նստում ենք ֆիլմ ենք ընտրում եւ նայում ենք մուլտֆիլմեր, ֆիլմեր եւ տարբեր հետաքրքիր բաներ, ինչ որ մեզ միասին հետաքրքրում է։ Գիտես հիմա ովքեր են ամենաոգևորվածները։ Ապա Նրա հասակակից աղջիկները, որովհետև երազում են Աղջիկների մայրիկները ամուսնասին։ Այո, հատկապես կապել աղջիկների մայրիկները։ Այ իսկապես, բայց կարևոր որ դու նախասիրությունների մեջ չնշեցիր սպորտը։ Գիտենք որ դու էլ բավականին հագեցած սպորտային համ մարզումներ ունես, համ նախասիրություններ ունես։ Սպորտը աշխատանք է քո դեպքում եւս, որպես նախասիրություն չնշեցիր։ Ես ընտրել եմ սնոուբորդը, իմ որպես գլխավոր մասնագիտություն պլանավորում եմ 2030 թվականի օլիմպիական խաղերին, որը անցկացվելու է Ֆրանսիայում, մասնակցել, իմ երազանքն է եւ նպատակն է slopestyle ոճով Բան չմնաց, ընդամենը մի քանի տարի։ Ընդամենը 4 տարի։ 4 տարի, ընդամենը դա շատ արագ է անցնելու։ Բայց Վաչեն արդեն պլանավորել է։ Եվ շնորհակալություն քեզ, որ դու այդքան հագեցած օրվա մեջ միևնույն է կարողանում ես բալանսավորել քո ժամանակը այնպես, որ մայրիկին ճիշտ ժամանակին, ճիշտ նախասիրություններով մատուցես այդ համեղությունները եւ միասին անցկացնեք ժամանակը, նազիկ, բայց այդ գրաֆիկի մեջ ինչպես ես գտնում նաեւ ժամանակ նոր նախագծեր իրականություն դարձնելու եւ այլ երեխաների, պատանիների եւս հնարավորություն տալու, որպեսզի իրենք էլ, եթե ունեն սպորտային հմտություններ եւ ոչ միայն, ունենան հնարավորություն դրանք կիրառելու։ Իրականում դա ամենակարևոր երևի հանգամանքն է, որ ես հենց ընտրել եմ այս ճանապարհը, որպեսզի երեխաները, չգիտեմ, չեմ կարող ասել բոլոր, բայց այն ինչքան որ իմ հնարավորությունները կների, ունենան ընտրելու հնարավորություն, ինչ որ սպորտաձև ընտրելու հնարավորություն։ Դրա համար ես սկսեցի այս գործունեությունը անել։ Ես հիմա իմ ամբողջ օրն եմ այս ծրագրի մեջ, Վաչեն իրականում իր զբաղվածությամբ ընդհանրապես ինձ չի զբաղեցնում, ինձ չի տանում դեպի իր գրաֆիկ։ Ես հասկացա, որ մարդ պետք է անի այն, ինչ սիրում է, իսկ եթե չես սիրում, դու պատճառներ ես ման գալիս չանելու դա, իսկ եթե ուզում ես հնարավորություններ ես ման գալիս, որ անես ու գտնում ես։ Դրա համար շատ կարևորում եմ, որ երեխաները հատկապես գտնեն իրենց որևէ սպորտաձևում կապ չունի, թեկուզ ինչ որ կյանքի իրենց ինչ որ մի փուլում պետք է այդ սպորտը լինի իրենց կյանքում։ Հենց դրա համար էլ ես սկսել եմ այս ծրագիրը անել, որպեսզի մարզերի երեխաներին, ովքեր չունեն հնարավորություններ, որտեղ որ կա բաց տեղեր, ես էլ կարողանամ իմ ներդրումն ունենալ եւ այնտեղ էլ լինեն ենթակառուցվածքներ, որտեղ երեխաները կկարողանան զբաղվել սպորտով, պրոֆեսիոնալ սպորտով։ Ես հիշում եմ դեռ գաղափարներ, երբ առաջին անգամ այսպես շուտով լինելու է այսպիսի մի նախագիծ խոսեցինք մեր տաղավարում եւ հիմա աշխատանքային ինչ փուլում է գտնվում այս նախագիծը, որ մարզն է, որ առաջինը դիմավորելու է այդ դպրոցը ունենալու եւ դիմավորելու է մասնակիցներին։ Առաջինը Արտիկի շրջանի Փանիկ գյուղն է։ Ծրագիրը արդեն ֆինանսական հաշվարկի այդ փուլում է, ստանում է պետական աջակցություն, ինչը շատ կարևոր է այսպիսի ծրագրի համար։ Դե ընդհանուր առմամբ ծրագիրն իր հունով գնում է, բայց հիմնադրամը ունի նաև այլ ծրագրեր, որի վրա համատեղ աշխատում ենք։ Դրանցից մեկը մարզակույքով ապահովել երեխաների խնամքի կենտրոններին, մեծերի խնամքի կենտրոններին, քրեակատարողական հիմնարկներին։ Գիտեք, արդեն ունենք աշխատանք 9 քրեակատարողական հիմնարկի մարզակույքով ապահով
ապահովել է հիմնադրամը։ Տարբեր ծրագրեր տարվում, պատրաստում ենք մրցաշար կազմակերպել, այնպես որ այսպես սպորտը հնարավորինս դարձնել սպորտով զբաղվելը մշակույթ։ Դա իմ ամենակարևոր ու կարելի ասել երազանքն է դա, որովհետև լինելով սպորտային ազգ մենք պետք է ունենանք սպորտով զբաղվելու մշակույթ, իսկ դրա համար պետք է լինեն ենթակառուցվածքներ ամեն տեղ։ Եվ այդ հնարավորությունները նաև հիմնադրամի շնորհիվ ստեղծվում են մարզերում ու համագործակցությունների միջոցով նաև տարբեր այլ կազմակերպությունների ու հաստատություններ համալրվում են եւ մասնագետներով են համալրվում, ինչը շատ կարեւոր է։ Դա ամենակարևորն է, քանի որ առանց մասնագետների ինչքան էլ ուզում է լինի այդ կառույցը, բնականաբար ինքը նպատակին չի ծառայի, դա էլ է մտնում հիմնադրամի ծրագրերի մեջ, փորձի փոխանակում, ինչու՞ չէ նաև դրսից մասնագետներ հրավիրել ու կարելի ասել իմ գերագույն նպատակը, որ մենք մարզերում ունենանք կենտրոններ, որտեղ համալրված լինի եւ սպորտային բժիշկներով, սպորտային կինեզոլոգներով եւ նաեւ համապատասխան բժշկական գույք, որպեսզի մարզիկները կարողանան վերականգնվել խոսքով սպորտային բժշկությունը ինչ որ չափով բերել Հայաստան։ Իսկ մարզչական կազմը համալրված է արդեն ունենք։ Դեռ չէ, հենց արդեն այդ աշխատանքներն են տարվում։ Բնականաբար իհարկե սկզբում շատ դժվար կլինի, բայց դա շատ կարևոր է, երբ որ հենց տեղից են լինում աշխատողները։ Դրա համար իհարկե տարիներ են պահանջվում, որպեսզի վերապատրաստվեն հենց տեղի բնակիչները, քանի որ նաև շատ կարևոր է աշխատատեղեր են բացվելու։ Եվ իմ երազանքը, ես որ հիշում եմ, մեր երեխաները ուզում էի, որ մեր Հայաստանում լինեն այնպիսի ենթակառուցվածքներ, որ մեր գյուղերում ապրող երեխաները չգան քաղաք կամ իրենց ծնողները երեխաներին վերցնում գալիս են քաղաք, որ հնարավորություն ունենան պարապելու կամ թողնում երկրից գնում են կամ մնում են գյուղում ու այդ երեխայի պոտենցիալը մնում է այդպես չբացահայտված ու չիրացված, հենց դրա համար չհեռանալով իրենց գյուղերից ունենան այն հնարավորությունները, ինչը որ ունեն աշխարհի առաջատար եւ զարգացած երկրներում ապրող երեխաները։ Իսկ մենք կարող ենք սահմանել մարզերում իհարկե գործունեություն ծավալող մարզիչների համար նոր հարթակ եւ հնարավորություն, թեկուզ եւ նրանք սկստակ են, բայց սկսելու իրենց մարզչական գործունեությունը եւ փորձի փոխանակումներով ել ավելի վարպետանալու եւ ինչու ոչ նաեւ սերնդի հետ շփվելու կայացման հարցում իրենց կարևոր ներկայության հետ կապված։ Իհարկե միանշանակ ոչ միայն մարզիչների, ովքեր կան գյուղերում, այլ նաև մենեջմենտը, բժիշկները, շատ տարբեր մասնագետներ, որոնք որ միանշանակ ժամանակ առ ժամանակ ընթացքում կանցնեն վերապատրաստումներ, բնականաբար ավելի կհմտանան այն գործում, որը որ անում են։ Մենք հուշագրեր ունենք ֆիզկուլտ ինստիտուտի հետ, մեր մանկավարժական ինստիտուտի հետ արդեն հիմիկվանից տարվում է աշխատանքներ, որ այնտեղ սովորող երեխաներն իմանան, որ իրենց գյուղերում, մարզերում լինելու այդպիսի կառույցներ, որ հիմիկվանից իրենք արդեն պատրաստ լինեն ու ճիշտ է կառույցը կարող է 1 տարի, 2 տարի հետո լինի արդեն, բայց այսօրվանից տարվում է այդ աշխատանքները բնականաբար։ Բայց Մայրիկը խոսեց իր երազանքի մասին, որ ժամանակին երազում էր եւ հիմա էլ քայլում է այդ հետքերով, որ երեխաները ունենան հարմարավետ պայմաններ սպորտով զբաղվելու բոլոր մարզերի երեխաները։ Դու ինչ երազանքներ ունես։ Ես ինչպես նշեցի, իմ երազանքը որպեսզի ես մասնակցեմ օլիմպիական խաղերին։ Դա մենք ֆիքսել ենք եւ դա կարծում եմ դու այնպես նշեցի, որ դա հերթական նպատակ է, որը պիտի հաղթահարես եւ տանը մեկ օլիմպիական չեմպիոն պիտի լինի վերջապես։ Այո, անպայման մենք հավատում ենք ու մենք հուսով ենք, որ հանձին քեզ մենք հնչեցնելու ենք այստեղ օլիմպիական չեմպիոն Վաչեի անունը։ Բայց գիտես ինձ նաև ինչն է հետաքրքրում, ուսումը եւ սպորտը կարողանում ես համատեղել։ Ես էլ ուզում հասկանալ։ Դպրոցում ինչ կա չկա։ Որովհետև եթե ուզում ես դառնալ օլիմպիական չեմպիոն, պիտի շատ աշխատես ու պարապես, որը գուցե կարող է խանգարել, թե կարողանում ես համատեղել։ Իրականում իմ մայրիկը ամենաշատը կարևորում է դպրոցը, ուսումը, որ ինձ այդքան է դուր չի գալիս, բայց լավ։ Իսկ կատակը մի կողմ ես եմ հասկանում, որ ուսումը շատ կարևոր բան է եւ պետք չի Հայաստանին անգրակետ սպորտսմեն եւ դրա համար ես սովորում եմ, փորձում եմ համատեղել, իսկ եթե սպորտը խանգարում է դպրոցին, ես կընտրեմ դպրոցը։ Մաման ճղայնանում է։ Այդ մի քիչ լավ, երևի դղապես, բայց մաման ճղայնանում է։ Իսկ սիրելի առարկաներ ունես դպրոցում։
Նախնշենք ֆիզկուլտը։ Լավ, դա բոլորի գրեթե։ Այո։ Նաև աչեի դեպքում մասնագիտական առարկա է դա։ Այո։ Սիրում եմ երկրաչափությունն ու գրականությունը։ Վայ, այդ իմ սիրած առարկաներն էլ էին իդեպ դպրոցում։ Երկրաչափություն եւ գրականություն։ Հետաքրքիր համադրություն է իրական։ Մաթեմատիկական ճշգրտությամբ, Գեղարվեստական լուծումներով։ արժեքներով, այո։ Նա պիտի իրեն ներկայացնի սպորտ աշխարհում։ Իրականում Վաչես չասեց, ինքը սովորում է Չայկովսկիում, նաև նվագում է։ Օ, Տրամբոն է նվագում։ իսկ նվագել սիրում ես, թե էլի Այո, պետք էր դրա համար։ նվագելներ երաժշտությունը պետք է լինի մարդու կյանքում, ես այդպես եմ կարծում, որովհետև դա իրոք շատ համ լավ, համ հետաքրքիր, շատ ընտիր գործ է իմ կարծիքով, եթե երաժշտությունը լինի ամեն մարդու կյանքում, դա շատ լավ բանի կբերի, ես վստահ եմ։ Խոսենք նաև քո ընկերներից, դասընկերներից կամ օրինակ նույն մարզաձևը կիսող քո ավակ ընկերներից, որոնց հետ ինչպես Մայրիկը նշեց, ճանապարհ եք երկար անցնում, երբ գնում եք մարզումների։ Ինչպիսին է ժամանցը ընկերների հետ։ Իմ ժամանցը ընկերների հետ նույնպես պրոդուկտիվ է։ Ես հիմնականում ընկերներից դրդում եմ սպորտին, իհարկե ես ինձ ընտրում եմ սպորտային, խելացի ընկերներ, որպեսզի ես ավելի շատ վերև գնամ, քան ներքև։ Բայց գիտես հիմա ինձ ինչն է ամենից շատ հետաքրքրում։ Տես, պատկերացնենք օրվա մեջ մի իրավիճակ։ Դու գնացել ես դպրոց, տնային աշխատանքները տարել ես, հաճախել ես սպորտի, եկել ես, կարդացել ես ինչ-որ բան, մի խոսքով ամեն ինչ արել, վերջացրել ես, բայց քո մեջ արտնացել է չարաճճիություն անելու ցանկություն։ Չի լինում նման բաներ երբևէ բակում ընկերների հետ եւ այլն, որ գուցե նույնիսկ Մայրիկը ջղայնանա, բայց ոչինչ, միևնույնն է դու դա անում ես։ Ես նայց եմ անում, որ Մայրիկը դրա մասին տեղեկ չլինի։ Ահա։ Լավ, հիմա կխնդրենք Մայրիկին, Չգիտես ոնց։ Ես երբ որ իմ մեջ արտնանում է չարաճճիություն, ես միանգամից տանից դուրս եմ գալիս։ ուր ես գնում եւ ինչ ես անում, պատմիր մեր Ուր եմ հեռուստադիտողին։ գնում եւ ինչ եմ անում։ Գնում եմ դուրս ընկերներիս հետ վազում եմ, ֆուտբոլ եմ խաղում, բասկետբոլ, վոլեյբոլ, ամեն ինչ սպորտի հետ կապված էլի։ Իսկ ինչ ավազակություններ եք անում, որ հետո որոշում եք գաղտնիք պահել դա։ Ավազակությունը։ Մի հատ մտածեմ, չէ՞։ Մտածի։ Կամ ծիծաղելի դեպքեր։ Գնացել եք։ Ես ամանի մասին պատմեմ։ Չգիտեմ, պատմի։ Պատմեմ։ Ուրեմն մենք ընկերներով հենց որ մնում ենք ազատ եւ ոչ մի բան չունենք անելու, գնում ենք յասաման ենք քաղում եւ ծախում ենք։ Ում գաղափարն է դա։ Իմը։ Հիանալի բիզնես պլան է։ Բայց գոնե մեկը բերում ես դու Մայրիկին, չէ՞։ Իհարկե, Ահա։ լիքը։ Իսկ երբ միրգը նոր հայտնվում է ծառերի վրա, հատկապես ծիրանը, Երբ դեռ խակ է։ այո, գնացել եք ցոգոլ գողանալու։ Իհարկե։ Հա, իսկ Ախոս։ փախնում եք եւ բռնվում եք, թե բայց դե հետո մեծեր ինձ են ասում։ հետո զանգում են Մայրիկին։ Դե կարծում եմ դա անխուսափելի է յուրաքանչյուր պատանուց։ Բոլորիս կյանքից Բոլորից մեջ, այո, դա եղել է։ Շատ է, մենք գիտես ունենք շատ հետաքրքիր հարցեր, խնդրում եմ այսպես արագ մտածես եւ այդ հարցի պատասխանը ինչ գալիս այդ բան քո մտքին դա ասես, որովհետեւ ըստիս դա կլինի ամեն։ Այո, ամենաճիշտ պատասխանը։ Պատրաստ ես։ Սա թրենդ է, որը հիմա փորձելու ենք նաև քեզ հետ։ Երբ փոքրիկները պատասխանում են իրենց մայրիկների հարցերին, բայց հիմա այդ հարցերը մենք կտանք, իսկ Նազիկը կվայելի այդ պատասխանները։ Եվ այսպես։ Գնացինք։ Այո։ Եթե մաման լիներ կենթանի, ինչ կենթանի կլիներ։ Կատու։ Կատու։ Ինչ բույր ունի Մայրիկը։ Անուշ ծաղիկի։ Ինչ ուտելիք կլիներ մաման։ Խնձոր։ Խնձոր։ Եթե Մայրիկը լիներ գույն, ինչ գույն կլիներ։ Վարդագույն։ Որ եղանակին է ամենաշատը նման մաման։ Աշնանը։ Աշնանը։ Եթե Մայրիկը լիներ ծաղիկ, ինչ ծաղիկ կլիներ։ Վարդ, իմ կարծիքով։ Վարդ։ Մուլտֆիլմի որ հերոսին կամ հերոսուհուն, որ կերպարին է ամենաշատը նման Մայրիկը։ Արդեն գիտի Մի բան պատասխանը։ Այո։ Դե ասա անկես խնդրում եմ։ Չեմ նմանացնում ոչ մեկին ճիշտն ասած։ Որ հերոսուհին կուզենայր լինել Մայրիկը, լիներ Մայրիկը։ Մուլտֆիլմից։ Մուլտֆիլմի։ Մուլտֆիլմի։ Եթե մուլտֆիլմը դժվարանում ես գուցե ֆիլմի։ հերոսուհի կամ ֆիլմից։ Որ բայվիկ ֆիլմի հերոսը։ Լավ։ Որ վերջում բոլորին հաղթում է, չէ՞։
Չէ, կոմեդիայի կամ բայրիկ։ Հիմա նորից խնդրում եմ հիշողությունդ լարես, ի՞նչն է մայրիկին ամենաշատը զայրացնում եւ հակառակը ուրախացնում։ Ուրախացնում է, երբ որ ես ինչ որ լավ գործ եմ անում, որը իրեն է օգուտ եւ ինձ, իսկ զայրացնում է երբ որ ես ինձ ընտրում եմ ինչ որ մոդայիկ կտրվածքներ Սանրված կամ Այո։ հասկացա։ Ինչն է ամենալավը ստացվում մայրիկի մոտ։ Ճաղայնանալ կատակ Մտածի։ կատակ սպորտում իհարկե սպորտը եւ Դառնալ չեմպիոն։ այո Այո, շնորհակալություն։ Որն է մայրիկի ամենասիրելի արտահայտությունը։ Մեմեդ հիշամ Օրինակ ամենաջերմ զանգի ընթացքում քեզ ո՞նց է դիմում։ արևս Արևս։ Եվ վերջում նկարագրիր մայրիկին 3 բառով։ գեղեցիկ խափուսիկ եւ Գեղեցիկ, խափուսիկ, երրորդը տրամաբանական շղթան եմ ուզում հասկանալ։ Վստահաբար հիմա բոլորը կմտածեն, որ դա ուժեղն է, բայց Վաչեն վստահ եմ ունի այլ տարբերակ։ ուժեղը չի քննարկվում Իհարկե, Դա եմ իհարկե։ ասում, դու հաստատ այլ տարբերակ Գեղեցիկ, խափուսիկ եւ բարի իմ կարծիքով բարի։ Ապրես։ Նախ հատկանիշներով նկարագրեց մեր Վաչեն իր մայրիկին։ Անչափ շնորհակալ ենք քեզ, որ քո հանգստյան օրը տրամադրեցիր մեզ եւ միայն մայրիկի հետ չանցկացրեցիր, այլ նաեւ մեր հետ կիսեցիր քո ժամանակը եւ մեր հեռուստադիտողների ու իհարկե շնորհակալ ենք քեզ Նազիկ, որ կարողացար հատկացնել այդ ժամանակը, գալ առավոտ լուսով վիկենդի մեր տաղավար եւ ներկայացնել նաեւ այսպիսի տղայի մեր հեռուստադիտողներին։ Ձեզ էլ շնորհակալություն հրավերի համար։ Շատ գեղեցիկ օր էր։ Մենք էլ շատ ուրախ ենք, հպարտ էինք, որ ունեցանք նման ջերմ ու հաճելի հարցազրույց։ Ձեզ օրվա դրական շարունակություն ենք մաղթում, իսկ մենք շարժվում ենք առաջ։ Միացեք մեզ, սա առավոտ լուսո վիկենդն է բարձր տրամադրությամբ։